մենք պետք է անպայման տակ հիվանդանոցը դարձնենք հիվանդանոց։ Այս հայտարարությամբ քաղաքապետը հանդես եկավ ավականու արտահերթ նիստում։ Կումայրի արգելոցի տարածքին պատկանող շենքը որպես հիվանդանոց օգտագործելու որոշումն է օրակարգում։ Մոտ 20 տարի է Ճերմակ հիվանդանոցի շենքը լքված է, այն օտարելու եւ քայքայումից փրկելու մի քանի փորձեր ու առաջարկներ այս 3 տարվա մեջ եղել են։ Իսկ դրանք վերաբերել են միայն աճուրդով օտարելուն, այն է վաճառել մասնավորին, թեկուզ փոխելով օգտագործման նշանակությունը։ Վերջին 3 ծրագրերից 2-ը, որոնք 2022 թվականին էին ներկայացվել, առողջապահական էին, մեկը բիզնես նախագիծ։ Բազմապրոֆիլ բժշկական կենտրոն ստեղծելու ծրագրերից մեկն այդ ժամանակ պատկանում էր Գյումրիի ավստրիական մանկական հիվանդանոցի նախկին տնօրեն Աշոտ Կուրղինյանին։ Ունեմ ներքին համոզվածություն, որ մեր համակարգացիների ճնշող մեծամասնությունը, եթե չասեմ բոլորը, կուզենային, որ այդ շենքը նորից լիներ առողջապահական կորձուն հիմնարկ։ Այս նախագիծը 3 տարի առաջ հանրային քննարկման դրվեց, երբ Ճերմակ հիվանդանոցի մոտ 300 քառակուսի մետր մակերեսով տարածքում 2020 թվականին արդեն Կուրղինյան էնդոսկոպիկ վիրաբուժության կենտրոն հիմնելու նպատակով Աշոտ Կուրղինյանը վերանորոգել ու սպասում էր գործունեության մեկնարկին։ Մոտ 50 միլիոն դրամի ներդրում էր կատարել, իսկ շենքի ամբողջությամբ տնօրինելու դեպքում նա պատրաստ էր ներդրումների չափը մեծացնել։ Մինչև 1 միլիարդ դրամ ներդնելով առաջարկում էր Ճերմակ հիվանդանոցը 2100 քառակուսի մետր մակերեսով կապիտալ վերանորոգել ու հիմնել բազմապրոֆիլ հիվանդանոց։ Ներկայացրեցի մեծ ներդրումային ծրագիր ամբողջ շենքի համար, էլի ցկցկվեց եւ փաստացի այն ցկցկվելուց ոչ ասելով, ոչ ասելով ներժվեց, փաստորեն այդպես մնաց էդի փակ եւ մինչեւ հիմա գտնվում է նույն վիճակում։ Բացի իր ծրագրից մյուս 2-ն էլ ընթացք չստացան, ըստ էության համարվեցին մերժված, իսկ 2 տարվա մեջ 2 անգամ հայտարարված աճուրդներին մասնակցող չի եղել։ Գյումրիի գլխավոր ճարտարապետը համոզում է, որ պատճառը շենքի պատմամշակութային նշանակությունն է։ Երևի մեր պայմանները չէր բավարարում իրենց, եւ գնային, եւ նախագծային պայմանները, որտեղ պատմամշակութային արժեք ունեցող շենքի հետ դրա վերականգնման աշխատանքները բավականին ծախսատար աշխատանքներ են, դա սովորական շինարարություն չի լինելու։ Ամեն մարդ չի կարող ընդունել այդ պայմանները։ Պայմանները չփոխելու արդյունքում Ճերմակ շենքը մնաց քաղաքի հաշվեկշռում, բայց առանց վերականգնման ձեռնարկների։ Այժմ քաղաքապետարանը նորից ներդրողներ է փնտրում այն որպես հիվանդանոց վերականգնելու, բայց համայնքի տնօրինման մնալու նախապայմանով։ Գյումրիի ավականու խմբակցությունները համաձայն են, որ Ճերմակ հիվանդանոցը նորից դառնա բուժհաստատություն։ 3 տարի առաջ շենքն օտարելու որոշմանը կողմ քվեարկած քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն առաջարկում է ներդրողների հետ համակողմանի քննարկումներից հետո որոշել, թե ում տալ շենքը։ Որովհետև մենք նաև շատ վատ օրինակներ ունենք, երբ քաղաքի կենտրոնում գտնվող լավագույն շենքերը, շինությունները պատմամշակութային արժեք ունեցող օտարվել են այս կամ այն մարդկանց եւ դարձել են այս կամ այն մարդկանց սեփականությունը։ Հիմա գիտեք, դատական գործեր կան այդ մասին վկայող եւ ես որպես ավականու անդամ, որպես գյումրեցի չէի ցանկանա, որ այս շենքն էլ այդպիսի անփառունակ, այսպես ասած, ճակատագիր ունենար եւ հայտնվեր ինչ որ մարդկանց ձեռքին։ Մենք ունենք առաջարկություններ ծրագրելով, կարող է տարբերակ դինել համատեղ, համայնք մասնավոր ներդրում կամ համայնք պետություն մասնավոր ներդրում նման ֆորմատով շենքը վերականգնենք եւ օգտագործենք համայնքային կարիքների համար։ Բժիշկ Աշոտ Կուրղինյանի ներդրումային խոշոր ծրագիրը մնում է ուժի մեջ, առաջարկներում բան չի փոխվել։ Նույնն է մնացել նախ արդեն հիմնված, բայց չաշխատած էնդոսկոպիկ վիրաբուժության կենտրոն, ապա բազմապրոֆիլ բժշկական կենտրոն ստեղծելու ծրագրերը։ Ծրագրի մասին առայժմ այսքանն է ասում, մնացածի վերաբերյալ ճակերտները չի բացում։ Սկզբից վիրաբուժական, հետո բազմապրոֆիլ բժշկական կենտրոն չէր խանգարի Գյումրիում երկրորդը ունենալ։ Հիմնական նպատակը արդեն վերանորոգված հատվածն է, եւ իհարկե նաեւ մեծ ներդրումային ծրագիր կլինի ժամանակին, ոնց որ կդավ ճիշտ համայնքը կամ ավականին փոխեցել լինի առաջնաստված, ինչ ասեմ։ 5 տարի առաջ Գյումրիից Երևան տեղափոխված վիրաբույժը վերադառնալու մասնագիտական գործունեությունը կրկին Գյումրիում ծավալելու հնարավորություն կունենա, եթե առողջապահության ոլորտում իր առաջարկած ժամանակակից բժշկական ծառայությունների ծրագիրն այս անգամ էլ տարբեր պատճառաբանություններով չմերժվի։ Արմենիա բժշկական կենտրոնի փոխտնօրեն Աշոտ Կուրղինյանից բացի Ճերմակ հիվանդանոցի շենքի վերաբերյալ նախագիծ առաջարկողներ էլի կան, բայց դրանք կընդունվեն հանրային քննարկումների արդյունքում։
Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։